Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր գրում են, բաժանորդագրվում են, լայքում են, հարգելիներս, ովքեր չգիտեք բաժանորդագրվելու ձևը, ուղղակի վիդեոյի տակ, այսպես սև գույնի, կիսա ուղղանկյուն օվալաձև ծայրերով կնոպկա սեղմում եք, բաժանորդագրվում եք։ Սկսենք այսօրվա հաղորդումը, այսօր մի փոքր գործեր ունեի, նոր եմ մտածում, բացում եմ, տեսնում եմ մի հատ կինո։ Աստորեն բազմասերիալ շոու, այն ինչ որ ասել եմ այսքան տարի բոլորը ինչ որ կա հաթաթ իրար ետևից կատարվել է, այլ եմ ասում ես գուշակ չեմ, սա ճիշտ վերլուծություն է։ Այն ինչ որ ասում էի ինչի Բագրատ Սրբազանին չեմ բռնում, Աստորեն Նիկոլ Փաշինյան լավ էլ հաղորդումս նայում ես։ Բագրատ Սրբազանին բռնել են 24 ժամվա ընթացքում դիտատի տան, էսան են են անեն։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես հիմա բացատրում եմ ամբողջ էությունը, ինչից սկսվեց սա։ Տեսեք։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե որպես հերթական դիկտատոր, որոնք միշտ փորձում են ցույց տան իրենք ազգի նվիրյալն են, այո, տարածք չեն կորցնում, նույնիսկ տարածք են նվաճում, ասում են մենք ազգի նվիրյալ ենք, չէ, անկախ նայից ներսը սպանում են, թե չէ։ Վերցնենք ցանկացած դիկտատորի։ Վերցնենք Ստալին, Եվրոպայի կեսը գրավեց, Սովետ միությունը վերցրեց, Ասիան գրավեց, հսկայական հողեր, բայց դիկտատորը ներսը մարդկանց սպանեց։ Վերցնենք մնացած այլ դիկտատորների, ասենք Օսմանյան սուլթաններին, վերցնենք Թուրքիային Էրդողան ասում է դիկտատորա ինքը գրավում է կողքի երկրները, բայց Նիկոլ Փաշինյանը, ասենք Սերժ Քոչարյանը բոլորն են դիկտատորայի մեջ են եղել, ռուսական Պուտինի հողա գրավում, բայց Նիկոլ Փաշինյան չստացված փուչիկ դիկտատորն է, որը ինքը հանձնում է, բայց ինքը պայքարում է, որ ինքը ճիշտ է։ Ինքը իշխանություն է, ինքը դուրս է գալիս ցույց անում, ինքը իրան հաղթում է անդիմության պես, գալիս հանգիստ նստում է տուն, ինքը ճիշտ է, բայց ինչ է պետք անել։ Եթե մարդը լինի ցանկացած, այսինքն եթե սա խաղ չլինի, դիկտատորը կլինի հանուն իր պետական շահի աշխատող, ճիշտ է, Մեսինին ջարդող սպանող, բայց պետական շահի վրա էլ աշխատող մարդ, չէ՞։ Օրինակ, ես վերցնում եմ ցանկացած ժամանակ, թե Քոր Լևոնի, թե Ռոբի, թե Սերժիկի բոլոր հանցագործ ղեկավարների ժամանակ չի եղել, որ թուրքը գա Հայաստանում ինչ ուզի անի։ Նիկոլի ժամանակ ամեն ինչ եղել։ Այս երեք ղեկավարների ժամանակ, երեք հրեշների, բոլորը ասել են մենք հանուն Հայաստանի ենք, Արցախը պահում ենք, գրավել ենք, պահում ենք, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը ասում Արցախը հանձնել եմ, լավ եմ արել, Հայաստանը լլահայտնի չի կհանձնվի, լավ եմ արել։ Ինչի է սա կատարվում, Ժորժ ջան, ես բացատրում եմ ձեզ, վերլուծում եմ, որ ձեր ուղեղները մտնի բու չդառնա, վայ, Բագրատին բռնեցին։ Այս ամբողջը կազմակերպված էր։ Բագրատ Սրբազանը մի քանի տասնյակ մարդու վաղուց արդեն բերդակող է, որից մեկը Արտակ Սարգսյանը մինչև հիմա բռնացել ձեռքին։ Հիմա նորից էլի ովքեր փորձում են մի քիչ ակտիվել են, Բագրատ ասում է եկեք ես առաջ կտանեմ, ինքը հետները այս անգամ էլ չէր կարա բռնվեց գնաց, Բագրատին կարդարացնեն, էլի մնացածը կմնան բերդը։ Շարունակում եմ ամբողջ դեպքը։ Ինչի է այսպես։ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր գրածներով, մինչև այդ մենք իր ամեն ինչի հայոյանքի խայտարակը տեսել ենք, բայց երեկվա գրածը հաշվի առնելով, որ ասում եմ երեխեքն էլ են այու, չնայած հարգելի ծնողներ, ձեր երեխաները առանց տեսել բացելու են ամեն ինչը TikTok-ում խայտարակություն են տեսնում։ Ես բառացի չեմ ասելու Նիկոլի նույնիսկ գրածը ինչա գրել։ Գրել է, եթե Սրբազանը հաստատում է թլպատված եմ, թող գան, ով կասկածում է, եկեք ցույց տամ տեսեք։ Սա երկրի վարչապետի խոսքն է։ Եվ հաջորդը երկուսն է մոտս սկրինշոտ արած պահած է։ Ինքը գրում է, հետո չգիտեմ ինչ ալում, դեղ ալում բան ջնջում է։ Գրել է, ով որ կասկածում է Աննայի դոշերի վրա, կարամ կանչեմ 20 տարի է նույնն է, ով ուզում է կազմակերպեմ տուր, եկեք ձեռք տվեք տեսեք։ Ասենց այլասերվածություն երկրագնդի մասշտաբով ոչ Կլեոպատրան է եղել, ոչ Գոմիկ Կեսարն է եղել, ոչ Եկատերինան է եղել։ Սրանք Եկատերինայից բեշնի են։ Ոնց է կոչվում Եկատերինայի հիվանդությունը, խրտնած արգանդի սինդրոմ, սեքսոպաթոլոգները կասեն։ Աննայինը կոչվում է
խրտնած չէ, հարցակվող արգանդի սինդրոմ, որ իր ամուսինը կանգնում սես բան ասում, ինքն էլ իրեն դեպի։ Հիմա ինչ անում սա։ Ինքը իրեն հատուկ, ով որ մաֆիա խաղացելական բոլորը գիտեք, հատուկ ինքը իրեն սևացնում, որ մաքրի սպիտակացնի հակառակ ռուսական կլանին, ժողովուրդ ջան։ Հասկանում եք, Նիկոլի հիմա կապիկություն անում, ռուսի հրամանով էլի, որ սպիտակացնի, տեսեք, ասեք դնեք իրար կողք, տեսեք, նույնիսկ ես նոր ասեցի, քոչոյի ժամանակ թուրք չկար, անուղղակի կերպով, դուրս ակալի քոչո լավն է, չէ, բոլորն են նույն հրեշն են ռուսի։ Բայց այս պահի դրությամբ, տես դուք ասես հանձնես, Նիկոլը հանձնեց, քոչոյի վաղ հանձնած չի եղել, մարդկանց ատենցիա կուտալ, իր ժամանակը թուրքը Երևան չեկե։ Ուրեմն քոչոն լավն է։ Այս ռուսական պրիմիտիվ ծրագիրը այսպես մեծ մանիպուլյացիաներով, ստերով, սենց հավենված շոուներով, ոստիկաններ 40 հոգու են բռնել, 50 հոգու հետո 14 Բագրատի տնից թղթեր են հանում, պարզվում է Բագրատի տունը զենք պտիլներ, տերոր էր անում, էս էր անում, չկար, չգտան, էս, հետո այս ժանագին Pentium 2 կամպյուտերով, ես չեմ ասում, հիմիկվային 5 կամպյուտերներով, որ ամեն ինչի ձենը կարա էր փոխել, ձենը փոխած զապիսներ, փաստորեն WhatsApp-ի բանով ծրագրով, սովորական հեռախոսի միջի ծրագրով, ցանկացած հեռախոսով հիմա կարաս ձենը ոնց ուզես փոխես ժողովուրդ։ Միջի կամպյուտերային մոտեցում 10, ցանկացած այսօր կամպյուտեր երեխեքին են 18-20 տարեկան, Թումոյի 18 տարեկաններին տվեք, տեսեք բոլորի ձայնը փոխեն։ Իմ ձայնով ինչ ուզեն տպեն։ Պարզա, չէ՞։ Փոխած, խփենք, էս անենք, զենք, բան, դուրս է գալիս, որ հետո պարզվելու է բնականաբար Նիկոլն են հենց անելու, որ սուտ է։ Տեսեք Տաշիրի Սամոյին բրդին չեղավ, հիմա Բագրատին։ Շատ շուտով կսկսվի եկեղեցու մյուս անդամների, մի քանի հոգու հանդեպ գրել են հելլի միջև վեհապար։ Նիկոլը դառնալու է, տեսեք, անունները ասում եմ հերթով։ Յանուկովիչ, թռնի Ռուսաստան Պուտինի ծոցը, դառնալու է Ասկարակաև, Կիրգիզիայի թռնի ռուսի ծոցը, դառնալու է Սաակաշվիլի իբր թե ռուսի հետ չէր թռավ ուկրաինացու տակ եկավ ռուսականները կողին բերտ իբր իրանց հետ չի, որտեղ օգտագործին գցին մի կողմ Նիկոլի պես, կամ հերթականատես թռած ղեկավար։ Այսինքն, երբ որ մարդը ինչ եմ սա ուզում ձեզ բացատրել, հարգելինես, որ հասկանք, երբ որ ես եմ, չէ, դիկտատորը, ես ունեմ ցել, չէ, եթե ես պետք է թալանեմ, սպանեմ բոլորին իմ անձի պաշտամունքը, ես երկիրը ամուր եմ պահում, սահմանը ամուր եմ պահում, որ բոլորի աշկը կողելելու բան ունենամ, ճիշտ է։ Նայեք բոլոր դիկտատորները, ես պատմաբան մարդ եմ ուսումնասիրող վերլուծաբան անալիտիկ։ Բացեք բոլոր դիկտատորներին տեսեք։ Պինոչետա, ով ուզում ալնի, Հիտլերա, Ստալինա, բոլորը արցկած են վերցրել երկրի մեծացման ֆոնը դիկտատորները։ Մեծացնում ենք, կանգնում ենք, հաղթում ենք, էս ենք անում, բայց ներսից իրանց գործ են արել։ Այս մարդը հանձնում եմ, հանձնվում եմ, հանձնում եմ, հետևից եմ տալի, բերանից եմ տալի, դոշերից եմ կնգաս տալի, ով ուզում է խմբակային եկեք ձեր տվեք, այդ իմ խոսքը չի, սկրինշոտը կա, իմիջիալոց մի բառ ասելու համար էլի մինչև ամսի մեկը Facebook-ս փակին, դրա համար չեմ գցել։ Եկեք տամ, ամեն ինչ տամ, բայց ես հերոս եմ։ Այտենց բան ով է տեսել։ Այսինքն այն 2%-ն է, որ Նիկոլին պաշտպանում է, կամ այդ ամենայլասերված անատան պառավներն են, շամպայնի շշի հույսին մնացած հանգստացող ու վերջ։ Հասկանում եք, ոչ մի միջին մտածող մարդ, ով որ Նիկոլին պաշտպանում էր, դրա տակ չի լինի։ Այս պետական չինովնիկներն են, որոնք գլուխները ուլի պես կախած հետո ասելու են ինչ անեն։ Դուք պատասխան եք տալու, ես բոլորին եմ ասել, տեսեք, հերթով գալիս է դերները։ Սրա ամենաէժան աստիճաններն է, որ Նիկոլը առավոտ թռնելու է, ոնց որ Յանուկովիչը թռավ, թողեց բոլորին հարվածի տակ, հա, Ուկրաինայում բոլորին տանում աղբի վետրոն էին գցում, ծեծում էին, սատկացնում էին եւ այլն, չէ՞, պրոռուսականներին։ Ոնց որ Ակաևը թռավ, Ակաևի ընտանիքին սատկացնում էին ընկերներով բան։ Ոնց որ Ռոզա Օթումբաևը թռավ, դրանից հետո եկածը թռավ, այն Բակիրովը թռավ, այն Բակիևը, դրանից առաջ Երևանում Մալխաս ակումբում դրա լագոտները ասում են, արա եկեք Կիրգիզստան սաղիկ պատիվ տանք ում ինչ ուզում անում ենք ձեռով էսենք, երկու օր հետո Կուրմանբեկ Բակիևին թաղին փախավ Ռուսաստան։ Հասկանում եք։ Ոնց որ Սերժ Սարգսյանն էր 5 օր առաջ ասում էին տղայա թող խաղա թռան,
Իհարկե սրանք Ռուսաստան չգնացի, որ այս ծրագիր իրականացնեն։ Սուտ Սերժի ու Քոչան իրար հայոյան կռիվը սուտ փողոցներում, ռեստորաններում հելնում կապիկություն անում, իրար են խփում, բայց այս գայսա իմպիչմենտին իբր թե իրար դեմ են, բայց լավ է իրար կողմ են։ Ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, ռուսական ծրագիրն է։ Սա նույնպես գնալու է պարտության։ Իմիջիայլոց հեսա միջազգայինում էլ ասեմ, ինչու՞ է ռուսը պարտվել։ Ինչու՞ է ռուսը պարտվել, որի մասին ես ասել եմ, սաղ ասում են, չէ, ռուսը տակից զենք կատավ է, դու չգիտես, մենք ենք տենում, հենց այն անում, ոնց որ Պուտինի ծոցի կնիկի իրանք էին։ Ես տենում եմ, որտից ես տենում չգիտեմ։ Հենա Իրանը պաշտոնական բողոքի թուղթ ուղարկել է Ռուսաստանին, արգելում այլ շահետ տալը, Ռուսաստանը պատերազմի ընթացքում ոչ մի միլիմետր օգուտ եւ աջակցություն ցույց չի տվել Իրանին։ Հայեր դե այս Քոչանա սերժականները լուրը վերցե սենց են տպել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Ուրեմն անուղեղներ ռուսի տակ մտնելով ոչինչ չեք շահի։ Բնօրինակ տեքստը կա, որի Իրանի պաշտպանության արտաքին գործերի նախարարության էջում է տպված, որի անգլերեն օրինակն է կա։ Նրա մեջ Չինաստան գրած չի։ Եթե իհարկե դուք խմբագրած ձևը չեք տնելու էջ։ Մարդը բողոք արտահայտել Ռուսաստանին։ Ու ասել է բաներ չեմ տալու, շահետ մահետ չեմ տալու։ Ռուսը էթնիկ թուրք միշտ նույն պատմությունն անում։ Այնպես որ դուք ինչի համար եք պայքարում, ոչ մեկ չգիտի։ Ռուսի հետ իմիջիայլոց ասեմ ձեզ, որ Թուրքիան կրկին անգամ մերժում է Ադրբեջանն է Հայաստանի հետ սահմանների բացումը։ Ինչի։ Դե ասել ենք, որտեղ Թուրքիայում հսկական քանակությամբ հայեր կան, գնալ գալով իրենք բացվելու են, Թուրքիայի տունը քանդվի, իսկ Ադրբեջանն է Թուրքիայի պոչն է։ Ադրբեջանը բացում է ինչ անի։ Հենա Պարսկաստանով հանգիստ առևտուր անում, Վրաստանով անում է, ինչի հենց Հայաստանով։ Ինչ տարբերություն, բոլորով ծառայել է Մեղրի Հորադիս լավ գիտե։ Հորադիս սահմանի վրա ծառայել է, Հորադիսից ուղիղ բերանից մտնում է կամուրջից, ճիշտ է տղեկ, կամ զինվորականներ հիմա, ժողովուրդը տեղի ապրող, Հորադիսից կամուրջից մտնում է, Արաքսի բերանով ճանապարհը գալիս է, ասում է Մեղրի ագարակը, մտնում է Նախիջևան։ Ջուղայից, Ջուլֆայից մտնում է Նախիջևան ջուղայից։ Ու գնում է Նախիջևան։ Մյուս կողմից Թուրքիայից գալիս է, մտնում է այդ նեղային ճանապարհով։ Էլ ինչ ճանապարհ, ինչ զմիջանցք, ինչ ճանապարհ, ինչ երկաթգիծ, ինչ էս։ Նիկոլ թուղթը ծալելու են, մտցնել են Թուրքիայում, միջից ուղղակի հաստ պլակատ են վերցրել, վրան է փշեր են տնգծրել յոլկի, մտցրել են համապատասխան տեղը։ Դրա համար առնախաղ եկել է, թե ուրիշ շոյ է սանում, շոու ոնց որ Պուտինը տասել է։ Ժողովուրդ ջան, հիմա գիտեք ինչի է ծիծաղելու։ Ծիծաղելու է, որ բռնողեր Բագրատին այն ժամանակ, որ այդքան տղու բռնել տվիր։ Ինչի այսքան մարդիկ բռնել տվիր, այսօր որոշիր ընտրությունից առաջ բռնես սուտ պատերբակով իբր խփել, զենք, բան, թղթերեք տարե եւ այլն։ Դուք բոլորի վրա թուղթ եք, Սարգսյան արտակի վրա գործը կա, թուղթ եք մանգալի, մինչև մի զենքը չեք դրել։ Որտեղ սկզբից չեք դրել, չեք կարա մի տարի հետո ասեք զենք եք գտել։ Եթե փաստացի դուք չունեք այդ մարդու վրա զենք, մի տարի առաջ բռնած, ո՞նց եք մի տարի հետո ասում եք զենք ենք բռնել, հետի թվով, մի տարիա բարձրաձայնում եմ զենքի մասին թուղթ չկա։ Դուք զենք չեք գտել։ Փորձել եք դիմել, թե դուք ով եք դառել, որ միջազգային իրավաբանություն ներկայացնեք, ոչ հագայի դատարան եք, ոչ բան։ Ձեր դատավորներն ու դատախազներն ու քննիչների 90%-ը այժմ ծախում արդիկ են, ոնց որ ծախել են իրաց տերին, նույնը ծախելու են ձեզ, շուտով տեսեք։ Ինչ ինֆորմացիա են լսնելու, Նիկոլ ձեր մասին քննիչները սպասում են պատասխաններին ու զանգում են, բայց մի քիչ սպասում են, ոնց որ տենան ոտդ որտեղ է պլստում, որ լսնեն։ Բա դու առանց միջազգային իրավունքի հարցում ես արել Ինտերպոլին, հարցում ես արել եվրոպական ոստիկանությունը, Աֆրիկայի, Ասիայի չես բռնե, հիմա դատական գործը երկարացնում ես, որ որտեղից բռնես։ Ով ասի, դե դուք բռնելով ընտանիքով բռնելու մասնագետ եք, երևում է։ Կնիկը Հայաստան այնքան բռնեց, կնիկը չէ, քածը այնքան բռնեց, խրգել է մի Չինաստան 800 միլիոնի բռնի։ Նորմալ է, ձեր համար դա նորմալ է։ Ես խոսում եմ քո լեզվով, բայց քո չափ այլանդակ չէ։ Ինչ է նշանակում ով ուզում է Գաստուգի Աննային խմբով եկեք ձեր տվեք, կամ որ հոգևորականը կասկածումա թրփատված են, բացեմ տեսեք։ Սա այն գործն է, որ ինքը գնալու է ժողովուրդ ջան։
կթռնի Բաքու, կասեն թռելա Բաքու, հիշում եք, հա, ինքը նմանա մեկ է Բաշարը ոնց թողեց իր կողմնակիցներին, հիշում եք, չէ, ասեցի, նույնը Նիկոլին է սպասվում։ Հատ խոսքերս լինում է, հանեցին Դերայի մոտ, կապում էին Ստոլբեքին ու massայական կամ սպանում էին, կամ կտրտում էին, կամ տանջամահ էին անում։ Այս որ Նիկոլի համար այսքան վիզ եք տնում, գեներալներ, հարկայինի պետեր, տեղակալներ, վարչության պետեր, քաղաքապետեր, տեղակալներ, կանաչապատման ղեկավարներ եւ այլն։ Դուք բոլորդ եք փախնելու, հա։ Իսկ ձեզ թվում է ձեռը չի հասնելու ժողովուրդ։ Գիտեք ինչ, այս շոյին ես որ ասին Բագրատին բռնել ծիծաղս եկավ։ Որտեվ բգոն Նիկոյից հետ փայ չի, բգոն Աննայի հետ փայ չի, փայը։ Եկեղեցին, որ ասում եք, հոգևորականը գնում մեդալը ստանում է Պուտինի դոշին խփում է, Արցախի համար ձեն չի անում, հենց ըլում ասում է փրկեք ինձ։ Մի խոսքով չեմ ուզում խառնեմ եկեղեցի Նիկոլ հարցին, իրանք իրանցով շոյ են անում ժողովուրդ, ու շատ էլ լսեք, ես մանրամասը բացահայտեցի։ Իմ համար կարևորը այն է, որ հայազգը չտուժվի։ Սրանք պատրաստում են դեռ եւ բանից եմ ասել 21 թվականի հունիսի 22-ից ասել եմ, պատրաստում եմ Բարդուղի Մոսյան գիշեր, սրանց ուզածը դա է, քաղաքացիական պատերազմ, վերջում փողոցում առնահեղություն լինի, Նիկոլետ Արիան մեջ միշտ ասել եմ, չէ, Պատուանի ապակին իջեցրած, Խավոր Պետրոսի պես դանդաղ նայելով Արիանը գնա իր գրքի նման։ Սա է իր ուզածը։ Տեղը կբերեն Տաշիրի Սամոյին ոնց որ բրդում են նախագահ, լրիվ վրացական պրոյեկտն է։ Տաշիրի Սամոն Իվանիշվիլի երկրորդը խաղալու, ասելու է ես հայ ազգ ջանքո կյանքին մեռնեմ, ես բիզնեսմեն մարդ եմ, բարեգործ եմ, մեծենատ եմ, ինձ ցյան տվեք, ես պրեզիդենտ ելնողը չեմ, բոլորն ասելու են Տաշիր հիփիփ ուռա, որովհետև Տաշիր Սամոն տեսակ մարդը վարչապետ տվին չգնաց, ասի ես իմ ձայնը տալիս եմ ում Լովիկ Քոչարյանի։ Դե գնացեք իմի կախել եք ձեզ, չեք կախել ոնց որ ցանկացած ընտրությունից հետո իրանց ձենեն են ծախում, Արթուր Բաղդասյանը իր 300,000 ձենը ծախեց։ Եվ մնացածները ձեները ծախեցին, գնացեք, ինձից հետո Տաշիրի Սամոյի հետևից ինչ կասեք, թե չեք ասել, սա ձեր գործն է։ Կամ որ Տաշիր Սամոն Արցախի հանձնելու օրը պաշտպանեց Ռուսաստանին, եւ ել չեմ ասում թալավ։ Էնպես որ ռուսական ծրագիրը դեռ շարունակվում է։ Ես սպասում եմ եվրոպական տակի արձագանքին, որտեղ Հայաստանը զոհելով Եվրոպան ուղղակի կվտարվի ոչ միայն Անդերկովկասից կամ այսր Կովկասից մեր կողմից ասած, այլ ամբողջ մերձավոր արևելքից։ Բայց այստեղ գոյություն ունի երկրորդ փաստ։ Քանի որ Սյունիքում նստած են եւ այլն, Հայաստանը ամեն ձևով պահվելու է։ Ես ձեզ ասեմ, մի բան ասեմ, որ Եվրոպան հիմա Ամերիկայի թուլությունը այնտեղ Տրամփ ասում է էլի կխփեն բան, այդ կապիկությունները թողնենք, իրականությունը ասեմ, որ Եվրոպան բացի ռազմական միությունից մի բանակցություն է գնացել, որը շատ հնարավոր է շուտով լինի, որը Եվրոպային կտա թե տարածքային մեծություն, թե բնակչության ավելություն եւ թե ուժեղ զարգացած երկիր։ Դա Կանադան է, որ ուզում է մտնի Եվրոմիության մեջ։ Այսինքն Եվրոմիությունը դառնում է այսօր աշխարհի բնակչությամբ էլի բնականաբար երրորդ ներողություն, բնակչությամբ երրորդ տարածքով երկրորդ միությունը։ Դե Կանադան մենակ 10 միլիոն է, 4.5 միլիոն Եվրոպան է, 4.5 միլիոն, 10 միլիոն, 15 միլիոն, Ռուսաստանից հետո ինքն է տալու։ Տեսնենք զարգացումներին նայենք, հարգելիներս, ամենայն դեպս ես սա համարում եմ հերթական շոու, ոչ խառնվեք, ոչ նեղվեք, ոչ երկիրը կհանդվում է, ոչ բան։ Խաղում են ռուսական բեմի դերասանները, Ստանիսլավսկին հիմա նստած այնտեղ բանը ուղություններ է ցույց տալիս։ Գերեզմանից ելելա, դագաղի մեջ ոսկորները նստած, ուղություններ է ցույց տալիս Սովետյան։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը, ժողովուրդ ջան, հիշեցնեմ ձեզ, ոչ մեկը մինգեք ոչինչի տակ։ Վայ, Արցախի падգամավոր թե ինչին են ձերբակալել։ Իա։ Ինչի պիտի Արցախի падգամավորին կամ նախագահին կամ սրան նոր ձերբակալեն։ Բայց Շահրամանյան մյուսներին ինչի վաղուց չեն ձերբակալել։ Չեն ձերբակալել հողը հանձնելու համար։ Ձերբակալել հեսա հերթով կթողնեն, հանգիստ եղեք։ Հանգիստ եղեք։ Արցախը ոչ թե միայն ասելով փող աշխատելով է, այ Արցախը սենց կրծքի վրա պահելով է, որ ես միշտ պահում եմ հոգու մեջ խաչնել վրա ու պայքարում եմ Արցախի ետ վերադարձի համար ու ավելի մեծ տարածքով։ Բարձա, այս սենց են Արցախը սիրում։ Արցախը այն է, որ իմ Չեխաստեղով մեր խմբով ազգասերների 27 ընտանիք արցախցի ենք մինչև այսօր օգնում ու պահում։
այդ Արցախը սիրելը, ոչ թե անունը տալը, դրա տակ Մոսկվաներով, բանով վիլաներ առնել, Ռուսաստաններով, Դուբայներով վիլաներ առնել, Բելոռուսով Հայաստանը տարածքներ շեղել ու ասել ես Արցախցի եմ, ես Արցախ եմ սիրում, կղզիներ առնել, ասել ես Արցախ եմ սիրում, դեղի բիզնես անել, ազգին նստեցնել դեղի, ես Արցախ եմ սիրում։ Չշարունակեմ, այսքանով ավարտեմ, որտեղ կոմպակտ ավելի ճիշտ է, Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Ardviնում, Կարինում, Բաղեշում, Ադանայում և Պոլսում, ամեն